Թբիլիսիում մարտի 21-ին և 22-ին քաղաքային տրանսպորտը կաշխատի անվճար՝ Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II հուղարկավորության կապակցությամբ։ Տարածաշրջանների բնակիչների համար, ովքեր ցանկանում են մասնակցել հրաժեշտի արարողությանը, իշխանությունները կազմակերպել են անվճար ավտոբուսային և երթուղային երթուղիներ։ Այս որոշումը կայացրել է հուղարկավորության կազմակերպման պետական հանձնաժողովը, հայտնել են Վրաստանի կառավարության վարչությունից։ Հուղարկավորության կապակցությամբ Թբիլիսիի քաղաքային տրանսպորտը կսպասարկի ուղևորներին անվճար։ Բացի այդ, կկազմակերպվի անվճար փոխադրում նրանց համար, ովքեր կցանկանան շրջաններից գալ Թբիլիսի, նշվում է հաղորդագրության մեջ։ Ուրեմն, ինչպես գիտեք, Վրաստանի կաթողիկոս պատրիարքի Իլիա II-ի մահվան կապակցությամբ ստեղծվել է հատուկ կառավարական հանձնաժողով եւ մեր Նինոց-Մինդոյի մունիցիպալիտետի բնակչությունը, մեր քաղաքացիները, ովքեր որ ցանկություն ունեն մասնակցելու հրաժեշտի արարողությանը, ամսի 21-ին կարող են մոտենալ մեզ Նինոց-Մինդոյի մունիցիպալիտետի քաղաքապետարան եւ մենք կապահովենք մեր քաղաքացիներին երթևեկությունը եւ նրանց ճանապարհորդությունը մայրաքաղաք Թբիլիսի, որպեսզի մասնակցեն պատրիարխի ուրեմն վերջին հրաժեշտի արարողությանը։ Հատկացված է համապատասխան տրանսպորտային միջոցներ, ովքեր որ ցանկություն ունեն մասնակցելու հրաժեշտի արարողությանը, կարող են մոտենալ քաղաքապետարան, գրանցվել, որպեսզի մենք ապահովենք նրանց մասնակցությունը, երթևեկությունը եւ տեղաշարժը, այսպես ասած, մայրաքաղաք Թբիլիսի։